Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Գործարար Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները 3 խուզարկել են Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։ 2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկայի, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրի և թվայնացմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի բարելավման, այդ թվում որակի ստանդարտների ներդրման ուղղությամբ հնարավոր բարեփոխումների շուրջ։ Ունեք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի, կարող եք դիմել դատարան, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։ Հայաստանում հաշտարարությունը 2025 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար։ Հաշտարարությունը պարտադիր է ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ընդհանուր գույքի բաժանման, երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցերի, վեճի արագ և պակաս ծախսատար լուծման հարցերի համար։ Պիցցա Տաշիր ՍՊ-ի կողմից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում։ Սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից Պիցցա Տաշիր ՍՊ-ի Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից 1 օր անց Չինաստանից թռիչք է կատարվել բեռնատար ինքնաթիռ, հաջորդ օրը ափամերձ քաղաքից մեկնել է երկրորդ ինքնաթիռը։ Երկուշաբթի ևս մեկն է մեկնել այս անգամ Շանհայից, այսինքն 3 չվերջ 3 օրում։ Չինաստանից ուղարկվում են տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք Իրանին մոտենալիս անհետանում են, ռադարներից գրում է բրիտանական The Telegraph թերթը։ Հրատարակության տվյալներով թռիչքների պլաններում ամեն անգամ Լյուքսեմբուրգը նշված է որպես վերջնական նպատակակետ, սակայն ինքնաթիռները ըստ երևույթին երբեք չեն հասել Եվրոպա։ Նախորդ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հայտարարել էր, որ Պեկինը խորապես մտահոգված է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ հանգեցրել են Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի։ Թեհրանից 35 կիլոմետր դեպի հարավ-արևել գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետի առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ Թեհրան Թայմս պարբերականի հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն 5-րդ կործանիչն է։ Իրանի օդուժը Իսրայելի վրա գիշերային հարձակման ընթացքում ապահովել է իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողություն, հաղորդում է Իռնագործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։ Այսօր հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիարժեք վերահսկողություն ենք ստացել Իսրայելի երկնքի նկատմամբ։ Ասված է հայտարարության մեջ, նշվում է, որ այս գերակայությանը հնարավոր է եղել հասնել Ֆաթեհ հրթիռների կիրառման շնորհիվ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է 2027 թվականից ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ուսումնասիրել է Ռուսաստանից վառելիքից լիակատար հրաժարվելու առաջարկները։ Եվրոպան արդեն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը, հիմա մենք ընդմիշտ փակում ենք գազի ծորակը։ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել մեր դեմ, գրել է Կայա Կալասն X-ի սոցիալական ցանցում։